Բարի օր, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Ինչպես եք հարգելիներս։ Շնորհակալություն եմ հայտնում իմ լավ հետևորդներին, որ գրում եք ինձ մեկնաբանություններ, հարգելիներս, որ դուք կաք, որ դուք իմ կողքին եք։ Իրոք ես հարուստ եմ հենց ձեզանով, հարգելիներս։ Եվ նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ, հարգելիներս։ Դուք ինձ արդեն հարազատ մարդիկ եք, ամեն անգամ մեկնաբանությունները կարդալով, հարգելիներս, իրոք շատ ուրախանում եմ և շնորհակալ եմ բոլորիցդ, հարգելիներս, բոլորիցդ։ Ուրեմն, ժողովուրդ ջան, ուզում եմ այսօր պատրաստեմ ընդամենը համեղ ապուր, առանց ինչ-որ մսային ուտեստի, դա իմ թոռնիկի պատվերն է, առավոտվանից ասում է տատիկ, ինձ համար մի հատ բրինձով կամ մանր վերմիշելով մի հատ ճաշեփի։ Հիմա ուզում եմ փոքրիկ կաթսայով պատրաստեմ ապուր։ Դե հետո վերջում կորոշեմ ինչ լցնեմ, վերմիշել թե բրինձ, հարգելիներս։ Պրոբլեմատիկ է մեր թոռնիկը, ոչ մի բան չի ուտում, հարգելիներս, մսի հետ ընդհանրապես ոչ մի բան մսային ուտեստ չի սիրում, հավի միշտ չի սիրում, տավարի միշտ չի սիրում, ձու չի ուտում, հարգելիներս, ձվից շատ հեռու է իմ աղջիկը։ Այսօր իր ցանկությամբ տատիկ ուզում է պատրաստի ճաշիկ, իմ Միլենայի համար ճաշիկ է տատիկը պատրաստում և պատրաստենք միասին։ Սկսենք կարտոֆիլից, մաքրենք կարտոֆիլը, չէ իմ աղջիկ։ Հարգելիներս, այնքան լավ եղանակ է մեզ մոտ, առավոտից հով սառը եղանակ է, ուզում է անձրև գա, բայց տենց ուժեղ չի, մի քանի կաթիլ անձրև եկավ, կտրվեց։ Երկու անգամ։ Եկել է երկու անգամ, բարի սուր էի։ Դու մի հատ մամայի հետ գնացել էիր այնտեղը, այդ վաղտ մի հատ գտեց մի քիչ թեթ ուժեղ։ Հիմա այն վաղտը որ ստեղ էր։ Կարտոֆիլը վերջացրեցի, հիմա լվանա, կտրեմ, վերջ։ Գազար լցնեմ, մի չեք ուզես գազարել կտրեմ, չես սիրում գազարով։ Մանավանդ ճաշերի մեջ։ Աղջկաս ճաշիկը էփեմ կարակով։ Սոխել կտրեմ մեջը։ Չեմ ուտում ապշը։ Դու էլ չես սիրում սոխ, պապիկիդ նման սոխ չեմ ուտում։ Էդի գտե Միլենա ջան։ Այն երկար կանանց սոխերից չունենք։ Կանանց սոխ ունենք։ Դե կբերես, որ կտրեմ։ Կանաչի հետ։ Հա, հացի մեջ դնեմ, էդի կծեմ որ հաց։ Հա, կանաչի ունենք։ Կծես չունի տատիկը, հա։ Ուրեմն հարգելիներս, կարակով եմ էփում ճաշը, կարակի հետ դե սոխ չեմ լցնում մեջը, կարմիր պղպեղ կլցնեմ։ Он где в городе.
Պարի, դիչե պարերին չեն ուզում։ Հիմա լսնում եմ կարտոֆիլը։ Ինչ ես անում։ Կանաչի հանենք սառնարանի։ Տեսեք իմ խոչախ թողնուհին ինչ գործա անում։ Տատին օգնում է։ Տատի, ես սրվեմ, դու կդաս։ Հա, դու դիրդ է, ես էլ հեսա կանաչին կտրեմ, դնեմ ստի մոտ։ Ու ասեմ ավելին, ժողովուրդ ջան, Միլենաս միշտ իր հետ խոհանոցում է։ Ես ինչքան գալիս եմ խոհանոց, գործանել կամ ինչ-որ բան եմ մեկում, սիրում ա գա, ափսեները սրբի դասավորի, կատարակալները սրբի դասավորի։ Համով սուրճ ա պատրաստում իմ աղջիկը, հեսա մի հատ էլ համով իր ձեռքով սուրճ կպատրաստի, տատի ու պապի համար։ Ինչի գորի, գորի։ Չէ, սրբի, ինքդ հացարն է բալի։ Սրբի ես ջուրը լսնեմ ճաշի։ Կարաքի ոգնա, Միլենա ջան։ Որ կարաքի ես լավ հոտախ։ Հիմա սուրճ եմ պատրաստում։
Ատ սիրուն եմ լսնում։ Սա վերջացնեմ, գնամ սուրճ լցնեմ։ Ագելներս ճաշիկը եռում է, հիմա տեսնենք կարտոֆիլը էփած է, լավ էփվել է։ Հիմա վերմիշելը կլցնենք, լցնում եմ մանր վերմիշել։ Ժողովուրդ ջան, այս բուլյոնից եմ լցնում մեջը, հենց այս վերմիշելով ապուրին, հենց այս բուլյոնն է համ տալի։ Մի փոքր աղ կլցնում։ Ագելներս արդեն ճաշը պատրաստ է, Միլենայից ճաշիկը։ Հիմա լցնեմ, Արամիկս էլ է եկել։ Արամիկիս էլ լցնեմ։
ջան, այստեղ էլ հələ տեսեք ինչ են պատրաստում։ Այս մեկն էլ Էլենից պատվերն է։ Սիտիկ։ Որսի միսը։ Սիտիկա, սիտիկ։ Մաքրել ենք, լվացել ենք լավ, նայել, ես միակ լավ կարմրացնենք, մի փոքրել աղ կլցնենք, վերջ։ Հարգելիներս, Միլենայիս պատվերը արդեն պատրաստ է։ Տանեմ Թոդորսում երեխեքը ուտել։ Գնացինք Էլեն ջան, գնացինք դուրս։ Աղ լցնենք։ Ժողովուրդ ջան, կամպոտն է, որ ես պատրաստել էի, դրել էի սառնարանում, սա էլ տանեմ, թորնիկները սխմեն։ Մի հատ ես խմեմ, ժողովուրդ ջան, հետո նոր երեխաները։